Ես եւ իմ 3 հարցերը, պարոն Կարապետյան։ Մի քանի օր առաջ Ռոսելխոզնadzորը հայտարարեց սանկցիաներ Հայաստանից հայկական ծաղկի արտադրանքի վրա։ Խնդրում եմ, կասեք, ինչ եք կարծում, ինչպես կազդի առհասարակ արտադրողների եւ Հայաստանի տնտեսության վրա։ Երբ Հայաստանի իշխանությունները սադրում են եւ շանտաժի լեզվով են խոսում Ռուսաստանի նման պետության հետ, իրենք պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու։ Դրա համար պետք է ուշքի գան։ Եվ դու մի անհանգստացի։ Հունիսի 7-ից հետո ցանկացած հարց, որը կառաջանա, մենք ընդամենը 1 օրվա ընթացքում լուծում ենք տալու։ Մենք պետք է բալանսավորված քաղաքականություն վարենք Ռուսաստանի, Եվրոմիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Պարոն Կարապետյան, 3 Մակրոնն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչ եք կարծում, ինչի մասին են իրենք խոսել։ Ես կարող եմ միայն կասկածներ ունենալ, երբ Մակրոնը Հայաստանում էր, ինձ թվում է Փաշինյանը խնդրել է Մակրոնին, որ իր շեֆի հետ խոսի, Մակրոնը խնդրել է Ալիևին, որ 300,000 ադրբեջանցիների շարժը դեպի Հայաստան միջև ընտրությունները կանգնեցնի, բայց ես չեմ կարող կոնկրետ տեղեկություն ունենալ, հաջողվել է Մակրոնին, թե մենք սյուրպրիզներ ունենալու ենք։ Պարոն Կարապետյան, 44 օրյա պատերազմը մեզ հայերիս համար շատ զգայուն թեմա է եւ մինչ օրս ոչ մի պաշտոնական տվյալ չկա մեր զոհված տղաներից, չնայած նրան, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվել դրա համար եւ մինչ օրս չեն հրապարակել ոչ մի պաշտոնական թուղթ, ոչ մի պաշտոնական ինֆորմացիա։ Ինչպես կմեկնաբանեք սա։ Չեն հրապարակել եւ ես վստահ եմ չեն հրապարակելու։ Դրա համար մենք ասում ենք փոփոխություն է պետք։ Պետք է փոխենք այս իշխանությանը, որպեսզի մենք կարողանանք ամեն ինչը ճիշտ ուսումնասիրել, ճիշտ ներկայացնել մեր ժողովրդին եւ մեղավորները պատասխան տան իրենց արածների համար։ Ինչպես ստացվեց, որ հայաթափվեց Արցախը։ Ինչպես ստացվեց, որ մենք ունեցանք հազարավոր զոհեր, ինչպես ստացվեց, որ մենք ունեցանք հազարավոր հաշմանդամներ, մեր զոհված զինվորների ծնողները եւ անհետ կորած զինվորների ծնողները պարտավոր են իմանան ճշմարտությունը։ Հունիսի 7-ին շատ կարևոր ընտրություն է լինելու։ Միգուցե մեր երկրի եւ մեր ազգի համար ամենակարևոր ընտրությունն է։ Մարդիկ պետք է ստապվեն, գնան ընտրության եւ կատարեն ճիշտ ընտրություն։ Ճիշտ ընտրությունն էլ համար 3